2026 թվականը թևակողեց ջավախ կլիմայական խիստ պայմաններում։ Առանց այն էլ մեր տարածաշրջանում ձմեռը տևում է 8-ից 9 ամիս։ Բնակիչների համար այս ամիսները ամենածախսատար ամիսներն են, քանի որ կոմունալ ծախսերը գերակշռում են։ Ցուրտ եղանակին հարկավոր է բարձր ջերմաստիճան բնակարաններում, իսկ այս ամենը կապված է ծախսերի հետ։ Դե իհարկե ջավախյան ձմեռը միշտ է եղել սաստիկ, միշտ անգամ իրեն անագնկալներով հյուր է եկել ջավախցուն, դա բնականաբար մենք մշտապես հիշել ենք, գիտենք ու պահպանում ենք ավանդույթը ամառվանից պատրաստվել հենց տաքեր ընկնելուն պես ձմեռվան։ Դե երբ ես երեխա էի, ավելի խիստ ու սաստիկ էր, քան վերջին տարիները, բայց միևնույն է, փորձում ենք պատրաստվել հնարավորինս, որպեսզի կարողանանք դիմավորել, ընդունել եւ ճամփու դնել ձմեռվա այս սաստիկ եղանակները։ Որոշակի ձևով փորձում ենք հաղթահարել, այս տարի ավելի շատ ծախսերը շատ են, քանի որ պատուհանների ոչ որակյալ արդեն լինելու պատճառով է, որ ավելի տանը պետք է ջերմությունը շատ։ Այս մի մասը կարողացանք ամանորի նախորդին բերեց տեղադրեց, բայց այնքան էլ որակով չի տեղադրվել, բայց էլի շնորհակալություն, որ հասցրեց ժամանակին ամանորը դիմավորեցինք պատուհանները գեղեցիկ վիճակում տեղադրվելուց հետո, բայց տանը գազովել ենք ջեռուցում խոհանոցը, որպեսզի կարողանանք, ասենք, էփութափ, ճաշ, աման լվալ եւ այլն, թե չէ հնարավոր չի։ Այս ամիս 100 քանի լարի մենակ կոմունալ այդ գազի ծախսն է։ Չհաշված, որ փեջով տաքացնում ենք տունը, այստեղից այնտեղից փայտ բերելով ծանոթ մարդիկ հայաթում, այգիում ծառ են կտրել արիտար կամ եւ այլն, ինչ էլ որ մենք ունեինք աթար, դրան գումարած մի կերպ փորձում ենք տաքացնել տունը, յոլագնալ, տեսնենք ինչ կլինի։ Այդ մեր կենտրոնում վաճառում են փայտ 450-500 լարի, դա հնարավոր չի, որ կարողանա ջավախցին այս եղանակին, այս պայմանին ձեռք բերի, որ կարողանա տունը տաքացնել, թե չէ, ասենք, փայտի տված տաքությունը լրիվ ուրիշ է։ Նորից ուզում եմ շնորհակալությունս հայտնել հորեղբորս, որ ամառը իր ունեցած ամբողջ վառելիքը հատկացրեց մեզ, որ կարողանանք ձմեռը յոլա գնանք։ Հույս ունենք, որ հաջորդ տարին ավելի մեղմ կլինի, այսքան սաստիկ չի լինի եւ կարողանանք ավելի հեշտությամբ դուրս գալ ձմռատակից։ Ինչպես օրեր առաջ նշեցինք, ավելացան թոշակառուների կենսաթոշակները, բայց սա էլ օգուտ չէ, քանի որ ձմեռը խիստ է, իսկ բնական գազի դիմաց եւս պետք է վճարել ավելին։ Թոշակը մենակ կոմունալնու շտանջատուս կուքանք, ձմեռը գազն է, բերեմ փարագե գարեգարուկ սուտկա վարենք, գարուկ սուտկա վարենք, ինես շատ ուժը գվարենք, որովհետեւ երեխա ունենք փոքր դունը չենք գնա չվարեսինք եկանում է չենք գնային է։ Խիստ թե մեղմ, երկար թե կարճ, միևնույն է, ջավախքի կլիման փոփոխական չէ, իսկ բնակիչների ծախսերի սանդղակը միշտ բարձր հորիզոնականում է։